չկա բանակցային բազային Չեն կարողանում մեկի վրա պետք է գցեն։ Հակապետական գործողության Մեկի վրա պետք է գցեն, բայց այսքան ժամանակ չեղավ մի ոլորտ, որտեղ իրան կարողանան լավ բանակցել։ Իր բանակցային ոճը այսօրվա ելույթում վառ արտահայտվում է կամ է եւ չկա։ Արցախյան հակամարտության այն էտապում, երբ ինքը սկսեց բանակցել, ինքը որոշեց գնալ կամ պատերազմի, կամ զիջման, երկու տարբերակ էր իր տեսլականը, բայց կա երրորդ տարբերակները միշտ, դիվանագիտությունը դրա մասին է, եթե կամ է, ուրեմն այնտեղ դիվանագիտություն չկա արդեն, դիվանագիտությունը պետք է չլինի այնտեղ, որտեղ ընդամենը երկու տարբերակ են։ Հիմա պարոն Կարապետյան, ընդդիմությունը ինչ այլընտրանքի առաջարկել է Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց քաղաքացիները օրինակ քվեն տվեց սահմանադրության փոփոխության կաթողիկոսին հանգստի կոչելու վերաբերյալ դուք ինչ օրակարգ եք հետապնդելու սրանից։ Հանդես կգանք հայտարարությամբ, կարծում եմ այսօր կամ վաղը մեր ժամանակը արդեն կտրվի մեզ, մենք հանդես կգանք խորքային հայտարարությամբ, թե ինչպես իր այսօրվա հայտարարությունը, իր այսօրվա խոսքը շատ վառ արտահայտում է իր մտածելակերպը, բանակցություններին իր մտածելակերպը երկրում տիրող իրավիճակին։ Մի քանի տեղ ինքը բացեց խաղաքարտերը վերջապես, այն ինչ որ մենք ամիսներով ասում ենք, ինքը այսօր մի քիչ առաջ Ինչ նկատի ունեք։ Վեհապարի հետ կապված ուղիղ ասեց, որ խնդիրը Արցախի հետ կապված Արցախի անունը շոշափելն է, Արցախի հիշատակելն է, ոչ թե իրենց ասած բաներն են։ Շնորհակալություն։ Այսինքն ակնհայտություն է, որ Զավ Աղբան դրանք երկրորդական հարցեր են, զուտ Արցախի գործիք է ինչ-որ բաները, որպեսզի կարողանա ազդեցություն ունենա քաղաքական մեր հոգևոր կենտրոնի վրա։ Ներողություն եմ խնդրում, կարող ենք այսօր նաև բրիֆինգով հանդիսանալ։ Նիկոլ Փաշինյանի այդ տեսակետը, որ անվտանգային նկատառումներից ելնելով վերջին կետը դա պետք է լինի, այլ ոչ թե առաջին։ Տնտեսության հիման վրա պետք է Աշխարհում ընդհանրապես տենց է, բայց մեր տարածաշրջանը ունի սպეციფიკա, ներողություն եմ խնդրում, նիստն է։